Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Իրանի շուրջ մենք նոր զարգացումներ ունենք, ինչպես երեկ Սպիտակ տանը Նեթանյահուի հետ համատեղ, այսպես մամուլի հետ շփման ընթացքում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը, շաբաթ օրը առաջիկա Օմանում լինելու է, ինչպես ինքն է ասում, գրեթե ամենաբարձր մակարդակի բանակցություններ Իրանի հետ։ Իրանական կողմը այնուամենայնիվ այս բանակցությունները կոչում է անուղղակի, սակայն ըստ էության բանակցությունները շատ լավ էլ ուղղակի են, ուղղակի տեղ են ունենում երրորդ երկրի տարածքում, Օմանում, որը դրական հարաբերություններ է միշտ ունեցել Իրանի հետ, նաև բարեկամական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, այնպես ինչպես արաբական թերակղզու այլ պետություններ ևս։ Այս ամենը իհարկե խաղաղ հանգուցալուծման հեռանկարներ է բացում, սակայն այստեղ, ինչպես Բիսմարկն էր ասում, սատանան մանրուքների մեջ է։ Մանրուք համար 1. Դոնալդ Թրամփն ասում է, որ այո, մենք պետք է գնանք գործարքի Իրանի հետ եւ այս գործարքը լինելու է ավելի լավը, քան նախորդը, որովհետեւ նախորդը լավը չէր։ Ինչպես հայտնի է, հենց Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի տարիներին էր, երբ Օբամայի եւ Իրանի միջև կնքված այդ գործարքը չեղարկեց ինքը Թրամփը։ Բացի դրանից իրավիճակը ծանրանում է Իրանի եւ Իսրայելի միջև այդ թշնամանքով, երբ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում Իրանը ձևավորել էր իր լոյալիստներից բաղկացած ըստ էության բանակներ, որոնք պատերազմում էին Իսրայելի դեմ, սակայն Սիրիայում այնինչ տեղի ունեցավ, փակեց այդ ճանապարհը, ավտոմատ կերպով նաև իրավիճակը փոխելով Լիբանանում, փոխելով Գազայի հատվածում, դե իհարկե այդ ամենն էլ տեղի ունեցավ իսրայելական բանակի այսպես գործուն ներգործության ֆոնին եւ արդյունքում եւս։ Փորձենք հասկանալ ընդհանուր իրավիճակը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Իրանի մայրաքաղաք Թեհրանից տեսակապով, ում սիրով ուզում եմ ներկայացնել Մեր այսօրվա հյուրն է լրագրող եւ քաղաքական վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը, բարև ձեզ պարոն Շահմուրադյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ պարոն Շահմուրադյան, շաբաթ օրը սպասենք բանակցությունների իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև։ Ինչ պարամետրերով եք դուք պատկերացնում այդ բանակցությունները եւ ինչպես եք տեսնում հեռանկարը այդ բանակցությունների արդյունքի իմաստով։ Սրանք իրականում արդյունքին միտված բանակցություններ եք դուք տեսնում որպես թե բանակցություններ հանուն բանակցությունների, որպեսզի ուղղակի պատերազմի վտանգը չեզոքացվի։ Համեցեք։ Չնայած անցյալ տարվանից մեկնարկած Իրանի եւ Իսրայելի միջև լարվածությունը եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված արձակումը Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի եւ ռադարների դեմ եւ Իրանի կողմից ի պատասխան Իսրայելի հարձակման հրթիռակոծումը եւ այնուհետեւ երկու կողմերի հռետորաբանությունը, որին նաև հաջորդեց Միացյալ Նահանգների կողմից զորքերի կուտակմանը Հնդկական օվկիանոսում իրենց ամենամեծ
ռազմաբազա Դիեգո Գարսիային եւ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ հնչեցրած սպառնալիքներին եւ այնուհետեւ նամակների փոխանակումը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ եւ չնայած այն հանգամանքին, որ շատ վերլուծաբաններ, քաղաքական մեկնաբաններ սպասում էին պատերազմի մեկնարկին Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որի նաեւ տոն է տալիս Իսրայելը եւ Իսրայելի անհամբերությունը Իրանի նկատմամբ, որը ցանկանում է կտրուկ եւ ռազմական միջոցներով վերացնել Իրանի միջուկային կարողությունները եւ հնարավորությունները, տեղի ունեցավ անսպասելին, սակայն շատ ցակավացի փորձագետներ եւ քաղաքագետներ արդեն տեղյակ էին եւ լրատվականում հնչում էր այն տեղեկությունը, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են վարում հիմնականում միջնորդված արաբական երկիր Օմանի միջոցով եւ այնտեղ նաեւ դերակատարություն ունեցավ անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի արքայազնը ուղղակի հեռախոսակապ ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ Ֆիչ տոնի առիթով, որտեղ նաև իր պատրաստակամությունը հայտնեց միջնորդելու Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ճանապարհներով այս հանգույցը լուծելու հարցում։ Սա է հիմնական խնդիրը, որը հանգեց երեք Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի եւ Նեթանյահուի հանդիպման ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարությանը, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները արդեն ուղղակի բանակցում են եւ շուտով շաբաթ օրը ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում տեղի ունենալու Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունը։ Դրան անմիջապես հաջորդեց Իրանի արտգործնախարարի հայտարարեց, որ այո Օմանի մայրաքաղաքում տեղի ունենալու միջնորդված բանակցություններ Միացյալ Նահանգների հետ։ Հիմա դրա ինչու են միջնորդված գիտեմ թիկուն քարած դեմ առ դեմ նստած, բայց ամենայնիվ սա կարևոր դիվանագիտական առաջընթաց էր Իրան Միացյալ Նահանգների հարաբերություններում, որ վերջապես կողմերը հասել են այն եզրակացության, որ խնդիրները լուծելու համար պետք է դիմեն ուղղակի բանակցության։ Եվ դա բնական է, թե Իրանի կողմից տրամաբանական որոշում էր, թե Միացյալ Նահանգների, եւ դա ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների նախագահը այնքան էլ չի տրվում Բենյամին Նեթանյահուի պահանջներին, երեք որոշ, ասենք, լրատվամիջոցներ, նույնիսկ իսրայելական լրատվամիջոցները հրապարակեցին լուրեր եւ մեկնաբանություններ, որ նախկին հանդիպումների համեմատ ավելի սառն է եղել Դոնալդ Թրամփի եւ Նեթանյահուի հանդիպումը եւ իմ կարծիքով հենց Դոնալդ Թրամփը այսքան արագ Նեթանյահուին կանչեց Վաշինգտոն, որպեսզի նրան զսպի։ Տեսեք, Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից տեղի ունեցող հարձակումների երկրորդ փուլը հենց միտված էր Իրանին գրգռելու, որպեսզի Իրանը նույնիսկ հարվածներ հասցնի ի պաշտպանություն Գազայի հատվածի ժողովրդին Իսրայելին, որպեսզի պատրվակ ունենա Միացյալ Նահանգների աջակցությամբ հարձակում իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների դեմ եւ վերջ տալ այս խնդրին Իսրայելի շահերի դիտանկյունից իհարկե, բայց Միացյալ Նահանգներում էլ քաղաքագետները եւ դիվանագետները եւ Դոնալդ Թրամփի խորհրդատուները միամիտ մարդիկ չեն, այո, թերևս դա տեղի ունենա, հարձակում տեղի ունենա, ոչնչացնեն Իրանի միջուկային օբյեկտները, բայց նրանք մտածում են հետագա զարգացումների համար։ Իրանը 80 միլիոնանոց երկիր է, հսկա երկիր է, ոչ մի երաշխիք չկա, որ Ամերիկանի իսրայելական հարձակումների հետևանքով միանգամայն ոչնչանան այդ միջուկային օբյեկտները, որովհետև այդ միջուկային օբյեկտները եւ հնարավորությունները, սանտրիֆուժները, հագեցված ուրանը բաժանված են Իրանի տարբեր տարածքներում, ընդհատակյա թաքստոցներում եւ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի փորձը ցույց տվեց, որ նման հարձակումները միանգամայն չեն կարողանում վերացնել եւ ոչնչացնել նման տեսակի երկրների հնարավորությունները։ Իսկ դրան նաեւ կհաջորդեր անպայման Իրանի կոշտ եւ խիստ պատասխանը
որի առաջին հերթում թիրախում էին դառնալու արաբական երկրները, որովհետև Միացյալ Նահանգները Պարսիցծոցի արաբական երկրներում ունի բազմաթիվ ռազմաբազաներ եւ Իրանն էլ իր հրթիռների կարողություններով այդ հնարավորությունը ունի խոցելու Միացյալ Նահանգների ռազմաբազաները, նույնիսկ Իսրայելը, այս անգամ Իրանի պատասխանը ավելի խիստ է լինելու Իսրայելի նկատմամբ եւ դա հանգելու է մեծ տարածաշրջանային եւ թերևս միջազգային պատերազմի։ Այս հանգամանքները նկատի ունենալով երկու կողմերի հաշվարկները կատարեցին եւ թաքուն բանակցությունների արդյունքում հասան այդ եզրակացության, որ պետք է ուղղակի կամ անուղղակի, ինչպես որ իրանցիներն են ասում, բանակցությունների միջոցով, դիվանագիտական կանալների միջոցով լուծեն իրենց հարցերը։ Իհարկե դա էլ բանակցությունը իհարկե չի նշանակում, որ որոշակի եզրակացության կհասնեն, համաձայնության կհասնեն, բայց սա մեկնարկ է եւ շատ բնական է եւ պետք է այդպես լինի, իսկ առանց բանակցելու, առանց որ կողմերը իրենց պահանջները ներկայացնեն, առանց որ տեղեկանան դիմացինը ինչ ակնկալիքներ ունի, ինչ սպասելիքներ ունի, որի շուրջ պետք է համաձայնության հասնեն կամ չհասնեն, եւ պետք է ի սկզբանե բանակցություններ լինի, որպես կողմերը թե փոխվստահության հասնեն, թե հասկանան միմյանց եւ հետո խոսեն ավելի մանրամասն հարցերի շուրջ։ Պարոն Շահմուրադյան, արձանագրենք հետեւյալը։ Մինչ այս իրանական դիրքորոշումը հետեւյալն էր։ Մենք ունենք 2015 թվականի գործարք, հա, որը խզվել է միակողմանիորեն Միացյալ Նահանգների կողմից, գործարք եք ուզում, հնա գործարքը կա, որից դուրս եք եկել, վերադարձեք գործարք եւ հարցը համարենք լուծված։ Միացյալ Նահանգները հատկապես Թրամփի վարչակազմի օրոք, դե Բայդենի օրոք էլ այսպես էր, որ ի վերջո 4 տարի Բայդենը կառավարեց եւ խնդիր կար, որ Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ չէին վերադառնում գործարք, որովհետեւ հստակ առկա էր թշնամանքը Իրանի եւ Իսրայելի միջև, նաեւ իրանական հրթիռներն էին հասնում դեպի Իսրայել, իրանական հրթիռներն էին հայտնվում մի շարք այսպես ոչ պետական բանակային կազմավորումների ձեռքում եւ հարվածում Իսրայելին, խնդիր կար։ Հիմա Թրամփն ասում է, որ սա լինելու է գործարք լինելու է եւ սա լինելու է ավելի լավ գործարք, քան նախորդներ։ Ինչի մասին է խոսքը եւ ինչ հավելյալ քայլի բացի միջուկային ծրագրից պատրաստ կլինի Իրանը հաշվի առնելով նաեւ արաբների տրամադրությունը Իսրայելի հետ օր առաջ հարցերը լուծել։ Հա, այլ ոչ թե շարունակել պատերազմը, ինչը այսպես ասենք Իրանի համար գրեթե գաղափարախոսական դոկտրինի պես մի բան է, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա հավերժ շարունակել ուղղակի չի լինի, չէ՞։ Համեցեք։ Այո, շատ կարևոր հարց է, պարոն Մեհրաբյան, որ պետք է տարբեր հատվածների բաժանել։ Նախ նշեմ, որ Իրանի մոտեցումը շատ ճիշտ եւ տրամաբանական է, որովհետեւ Միացյալ Նահանգներն էր, որ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում դուրս եկավ միջուկային գործարքից եւ ամեն ինչը խառնեց, եւ Իրանը 2000 թվականից մինչ այսօր նույնիսկ նախկին Միացյալ Նահանգների նախկին Բայդենի նախագահության օրոք դիմեց Միացյալ Նահանգներին եւ Եվրամիության, որպեսզի Միացյալ Նահանգները վերադառնա գործարքին եւ մի որոշ փոփոխություններով վերականգնեն նախկին գործարքը։ Հիմնականում Իրանի խնդիրը Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումների չեղարկումն էր, հիմա էլ նույն պահանջը ունեն եւ Դոնալդ Թրամփի նախագահության գալուց հետո այս երկրորդ շրջանում Դոնալդ Թրամփը փորձում էր առավելագույն ճնշումներ գործադրելով Իրանի վրա հասնել իր նպատակին, որի հետևում նաեւ կանգնած է Իսրայելը, Իրանի միջուկային օբյեկտների միանգամայն չեզոքացում եւ ուրանի հարստացման դադարեցում
Սա Իրանի կողմից անընդունելի պայման է։ Դրան ավելացրեց նաև Թրամփը Իրանի հրթիռային ծրագիրը, որը ունի պաշտպանական բնույթ եւ իսլամական խումբերին, շիա իսլամական խումբերին դադարեցնել աջակցությունը։ Սա էլ Իրանի կողմից անընդունելի պայմաններ են, որովհետև հրթիռային ծրագիրը Իրանի անվտանգությանն է վերաբերվում եւ Իրանի իրավունք ունի միջազգային օրենքների համաձայն իրավունքն իր պաշտպանության համար ունենալ իր ցանկացած ըստ իր դոկտրինայի ռազմամթերքն ու զինատեսակները։ Իսկ շիա իսլամական խմբավորումների աջակցության վերաբերյալ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրահրված պատերազմից հետո արդեն այդ վտանգը Արևմուտքի եւ Իսրայելի համար համարյա թե վերացվել է, Իրանն էլ արդեն հաշտվել է այդ իրողության հետ։ Դրան պետք է ավելացնենք նաև հուսիների դեմ վերջերս Միացյալ Նահանգների կողմից կատարված հարձակումները, որը թույլատրեց հուսիներին Եմենում, իսկ Իրաքի պարագային անցած շաբաթների ընթացքում Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաները, եթե չսխալվեմ, նախարարը այցելեց Իրան եւ այստեղ խոսվել է Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը, որը շիա իսլամական խմբավորում է, հիմնականում հովանավորվում են Իրանի կողմից, դրանք ինտեգրվեն Իրաքի բանակի մեջ եւ այդ գործընթացը կատարվում է արդեն եւ Իրանը համաձայնվել է եւ այդ միջոցով նաեւ Իրանը չի կորցնում իր դերակատարությունը, որովհետեւ այդ խմբավորումները եթե նույնիսկ միանան Իրաքի բանակին, դարձյալ չեն հրաժարվելու Իրանի աջակցությունից, Իրանը ունենալու է իր ազդեցությունը։ Ինձ թվում է այս հարցերի շուրջ, այսինքն պրոքսիների հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ հատկանշական է, որ երեք Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը չխոսեց այդ երկու հարցի շուրջ Իրանի հրթիռների եւ շիա խմբավորումների աջակցության մասին, խոսեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվելու, կարծում եմ իր նպատակն էլ հենց միայն միջուկային հարցի շուրջ էր, նամակներ են փոխանակվել, նամակների բովանդակությունը չի հրապարակվել, բայց կարելի է ենթադրել, որ Իրանը իր պահանջներն է ներկայացրել, դարձյալ պնդելով իր պահանջների վրա, որ այդ երկու հարցերի շուրջ չի բանակցելու, դա Իրանի կարմիր գիծն է եւ միայն խոսելու են միջուկային հարցի շուրջ եւ պետք է միջուկային հարցի շուրջ ինչ-որ համաձայնության հասնել։ Իրանը այո մտահոգ է այսօր Աբբաս Արաղչին էլ ասաց, որ նպատակը դա է, որ Միացյալ Նահանգները տրամաբանորեն վերադառնա բանակցային սեղանի շուրջ եւ Իրանի նպատակն է վերացնել Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումները։ Դրան զուգահեռ նաև նշեմ, որ այսօր Մոսկվայում Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի փոխարտգործ նախարարները կարևոր հանդիպում ունեն, իսկ ավելի վաղ իրանական կողմը եվրոպական եռյակի հետ շուրջ 1 ամիս թե 15 օր առաջ Վիեննայում հանդիպում են ունեցել, այսինքն համադրումները կատարվել են, Իրանը բազմակողմանի դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ բոլոր կողմերին ներգրավի այս բանակցություններում եւ հիմա Մոսկվայում իր մյուս գործընկերների հետ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համադրումներ է կատարում, որպեսզի շաբաթ օրը կարողանա ավելի ուժեղ դիրքերից ներկա գտնվի Օմանի բանակցություններին։ Եվ ամփոփելով պարոն Շահմուրադյան, Իսրայելի դիրքորոշումը այսօր պայմանավորված է երկու գործոնով, դա նախ Իսրայելի անվտանգությունն այնպես ինչպես եղել է հրեական պետության ստեղծման առաջին իսկ օրվանից, բայց երկրորդը դրան նաև խառնված է Նեթանյահուի ներքաղաքական շահերը, հա, կապված իր եւ իր օպոնենտների միջև եղած հարաբերություններով դատական գործերով, այո, Իսրայելում կա հստակ ընդդիմություն Նեթանյահուին, որը կակտիվանա անմիջապես, երբ պատերազմը եւ պատերազմի վտանգը Իսրայելի համար անմիջական վտանգը կավարտվի։ Ինչ եք կարծում, Նեթանյահուի այցը Վաշինգտոն ավելի շատ ինչով էր
պայմանավորված մի կողմից եւ երկրորդ ասպեկտը, որը կցանկանայի նաեւ ներառեիք ձեր մեկնաբանության մեջ, դա արաբական պետությունների մոտեցումն է, պետություններ, որոնք ընկած են Իրանի եւ Իսրայելի միջև աշխարհագրորեն, հա, ներառելով նաեւ Պարսից ծոցի երկրները, արաբական երկրները, որոնք այսպես ամենամեծ ֆինանսական կարողություններն են կուտակել, սակայն չափսերով շատ փոքր են եւ ռազմավարական առումով խիստ խոցելի, իսկ այս պատերազմի սանձազերծման դեպքում նրանք ուղղակի աղետի ուղիղ վտանգի առաջ կկանգնեն։ Այս ամենը իրենց հանրագումարում ինչպես եք դուք դա տեսնում եւ որքան հնարավոր կլինի մերձավոր արևելքի որպես այդպիսին, հա, արաբներին էլ, հրեաներին էլ այդ գործոնները ուղղակի դրվի փակագծերից ներս Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները կարգավորելիս, համեցեք։ Իհարկե շատ կարևոր է Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները կարգավորելը կհանգի նաև Իրանի եւ արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչ վերաբերում է Նեթանյահուի Վաշինգտոն կատարած վերջին այցի շուրջ նպատակների վերաբերյալ կարող եմ ասել դա բազմակողմանի է, այո ճիշտ եք ասում, Նեթանյահուն հիմա թույլ դիրքերումն է Իսրայելի ներսում, նաև Նեթանյահուի դեմ ճնշում կա հենց Իսրայելում, Վաշինգտոնում նա այցելել են Վաշինգտոն մի քանի խնդիրներ լուծելու համար, նախ Գազայի հատվածի հարցն է, երկրորդը Իսրայելի անվտանգության դեմ ուղղված նոր սպառնալիքը, որը Թուրքիան է, գիտեք որ Թուրքիան արդեն Սիրիան, այսպես ասած գրավել է եւ փորձում է իր համակարգը այնտեղ ստեղծել, տեղակայել եւ Թուրքիայի նախագահը չի թաքցնում իր ճշնամանքը Իսրայելի նկատմամբ, որպեսզի արաբական իսլամական աշխարհում իր համար վարկանիշը ստեղծի, որ իսլամական ումմայի, իսլամական ժողովուրդների կամ նախին Օսմանյան կայսրության իսլամական տարածքների, այդ խալիֆայության տարածքների փրկիչն է, դա է նպատակը եւ Իսրայելը մենք տեսնում ենք, որ անցած շաբաթ խոցեց, դարձյալ խոցեց Սիրիայի տարածքում ռազմակայաններ եւ ռազմական օբյեկտներ, որի ենթադրում էր, որ ապագայում Թուրքիայի կողմից հովանավորվող պետությունը կարող է դրանք օգտագործել Իսրայելի դեմ, Իսրայելը արդեն մուտք է գործել, այսինքն օկուպացրել է Սիրիայի որոշ տարածքները, սա նաև մեկ վտանգ եւ երեկվա հանդիպումում անդրադարձ կատարվեց նաև Դոնալդ Թրամփի կողմից այդ հարցին, որ ինքը հավանում է Էրդողանի քաղաքականությունը եւ աջակցում է նրան եւ երկու կողմերին էլ Նեթանյահուին եւ Էրդողանին հրավիրեց դրամաբանական մոտեցում ունենալ Սիրիայի հարցերի շուրջ եւ վերջ տան իրենց ճշնամանքին եւ Սիրիայի հարցերի կարգավորման վերաբերյալ Մյուս հարցը բոլորը գիտեն, որ Իսրայելը առանց Միացյալ Նահանգների աջակցության չի կարող ազդեցիկ արձակում իրականացնել Իրանի դեմ։ Իսկ Միացյալ Նահանգների մոտեցումը այն է, որ վերականգնի Իբրահիմի կամ Աբրահամի դաշինքը, որ իր նախագահության նախկին շրջանում փորձեր արվեց դա իրականացնել, բայց անհաջող մնաց Եվ Իսրայելը եթե ուզում է Իրանին խոցել, Իրանի թուլացնել, պետք է արաբական աշխարհի հետ, որոնք հավաքվում են նաև Իսրայելի երկրորդ եւ կարևոր թշնամիները, նրանց հետ մի կերպ լեզու գտնի եւ այդ Աբրահամի դաշինքը վերականգնի, որպեսզի կարողանա իր կառավարությանը կամ Իսրայելի պետությանը խաղաղություն երաշխավորել տարածաշրջանում Մյուս խնդիրը Իսրայելի մյուս խնդիրը նաև վերաբերվում է Միացյալ Նահանգների հետ ունեցած այս տարիֆային մաքսատուրքերի հարցը վերացնել, որտեղ Իսրայելը կարևոր երկիր է հատկապես
հրյաները մեծ ներդրում ունեն Միացյալ Նահանգների տնտեսության մեջ։ Գնացել հարցերը լուծել, որը կարծես դա էլ չհաջողեց եւ Դոնալդ Թրամփը առիթ չտվեց այդ հարցի շուրջել խորհրդակցեն։ Իմ գնահատմամբ շատ հաջող հանդիպում չէր եւ Դոնալդ Թրամփը փորձեց ավելի շատ խոսել եւ առիթ չտալ Նեթանյահուին եւ հասկացնել տվեց, որ ինքը պատերազմի կողմ չէ եւ իր վարչակազմն էլ ասել են եզրակացություն, որ պետք է նախ բանակցություններ վարել Իրանի հետ, համաձայնության հասնել, որովհետև սրանից ավել արդեն չի կարող Միացյալ Նահանգներն էլ չի կարող ամբողջ աշխարհի դեմ թե տնտեսական, թե ռազմական պատերազմ հայտարարել։ Մյուս կողմից կա Չինաստանի վտանգը, եթե ամբողջ ուժերը կենտրոնացնի Պարսից ծոցում եւ փորձի Իրանին հարվածել, որ այս պատերազմն էլ երկար կտևի, այսինքն միանգամայն Իրաքի նման չի կամ Աֆղանստանի նման թույլ երկիր չի Իրանը, որ մեկ ամսում կամ մեկ շաբաթում կարողանա վեճ տալ այս խնդիրներին, Իրանը մեծ բանակ ունի եւ անկանխատեսելի է պատերազմը, արաբները մտահոգ են, այո, ասացիք, կարևոր է արաբները միջամտել են, ես վստահ եմ, որ արաբներն են այս հարցում միջամտել են, հատկապես Սաուդյան Արաբիան, որ լարվածությունը մեղմացնեն եւ դիվանագիտական ճանապարհ գտնեն հարցերը լուծելու համար։ Այո, Թայվանի խնդիրը կա, եթե Միացյալ Նահանգների ուժերը կենտրոնացնի Պարսից ծոցում, Թայվանն է անպաշտպան մնում, Հարավային Կորեայի հարցը կա, անպաշտպան է մնում եւ ոչ մի երաշխիք չկա, որ Չինաստանը չհարձակվի Թայվանի վրա եւ մեծ, ասացի, միջազգային պատերազմի արդեն վտանգ կար։ Բոլոր կողմերը փորձում են, թե արաբները, թե իրանցիները, թե Միացյալ Նահանգները եւ թե Եվրոպան, նույնիսկ Չինաստանը եւ Ռուսաստանը իրավիճակը մեղմացնել, լարվածություն մեղմացնել եւ դիվանագիտական լուծում գտնել այս հարցը բարեկարգելու նպատակով։ Շատ շնորհակալ եմ, պարոն Շահմուրադյան, ձեր այս չափազանց կարևոր նկատառումները եւ եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Իրանին էլ ձեզ էլ Իրանին էլ խաղաղություն եւ հարցերի շուտապույտ լուծում իշահ թե Իրանի թե Հայաստանի բարինն ձեզ ստեսություն մենք զրուցեցինք մեր գործընկերոջ լրագրող եւ քաղաքական վերլուծաբան Սահակ Շահմուրադյանի հետ Իրանի մայրաքաղաք Թեհրանից իր դիտարկումները կապված Իրան-ԱՄՆ առաջիկա բանակցությունների եւ դրա շուրջ զարգացումների հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։